Եկել ենք գլխավոր դատախազության առաջ այս դիմումը ներկայացնելու համար, որ համերաշխության մթնոլորտ ձևակերպելու մի քիչ արագ ընթացքում այդ հարցերի լուծումները ստանանք, որովհետև վաղվա օրը նորից եմ ասում, մարդիկ ուրիշ տրամաբանությունով են մոտենում այս հարցի լուծմանը։ Վաղվա օրը մի արեք, մի թույլ տվեք, որ գա ինչ-որ մի բան պատահի, դրանից հետո արդեն սկսեն ինչ-որ արձագանքներ կամ աշխատանքներ իրականացնել։ Ու բացի դրանից ես մի հատ sense կոնկրետ միտք արտահայտեմ։ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարները Արցախ անունով են եկել զբաղեցրել այդ աթոռը, միջև գալը։ Այսօրվա իշխանության բոլոր ղեկավարությունը, ներկայացուցիչները այդ աթոռը զբաղեցրել են Արցախի անուն տալով, արցախցիների անուն տալով։ Բոլորս հիշում եք, տենց էլ կա։ Հիմի այսօրվա իրավիճակում այդ Արցախի հայությունն է, Արցախահայությունն է գտնվելով այս իրավիճակում, ժողովուրդ ջան, սա իրենց մեղքով չի եղել, որ հասել են այս իրավիճակը։ Մենք գիտենք բոլոր մեղավորներին, թե Արցախի իշխանության մեջ գտնվող ղեկավարությանն է, թե պատասխանատու ստեղ ղեկավարությունը, ժողովրդի խիեք քաշում այս խնդիրների մեջ, ժողովրդի խիեք հանում իրար դեմ, խիեք թույլատրում, որ հանրության մեջ այս ձևի պարակտման ինչ-որ բաներ զարգանա կամ գեներացվի։ Դա սարսը ձեր էլի բաց թողումներն է, ձեր ի պատասխան, ի պաշտոնե, ձեր, որ ասում է, անպիտանի աշխատանքներն է, դե հիմի այսօր էլ, այս պահում էլ դեզ ունեք բոլոր հնարավորությունները ցույց տաք հակառակ կողմը, բերեք պատասխանատվության ենթարկեք, ու նմանատիպ մարդկանց նորից եմ ասում, վաղվա օրով բերանը բացում է հայ հանրության մեջ կապ չունի Արցախահայության մենակ կոնկրետ, հայ հանրության մեջ սրբության, որ ասում է, այդ սկզբունքներին կամ էլ այդ ինքնասիրության կամ հայ լինելու համար վերաբերում վիրավորանք, պիտի ինքը պատժված լինի։ Պատժին պիտի այդ մարդկանց ամեն ձևի պիտի պատժվեն։ Պարոն Իսրայելյան, հիմա դուք ասում եք այդ մարդուն պատժել, չէ, բայց այդ մարդը հաստատել է Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ էության։ Երկրորդել է Նիկոլ Փաշինյանի ասածը, եւ ստացվում է, եթե գլխավոր դատախազը հենց Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության չի կանչել խտրականության եւ ատելության խոսքի տարածման համար, դուք ինչ ակնկալիք ունեք, որ այդ մարդու նկատմամբ ինչ որ բան կկազմակերպվի։ Նայեք, այն ինչ վերաբերում է այդ ակնկալիքների մասին, այդ հարցին ես առանձին եմ խոսելու, խոսքի տարանջատում եմ ինչ իմաստով։ Այսօր բոլոր այս մեր ներկայացուցիչ ով եկել է այս ակցիայի մասնակցելու, սա անձամբ ամեն մեկի գիտակցաբար իր մոտեցումն է։ Մենք տեր ենք մեր սկզբունքներին, մենք տեր ենք մեր հայ լինելու, մենք տեր ենք մեր կանանց, մեր մայրերին, մեր քույրերին։ Բայց այն ինչ վերաբերում է օրենքի բանի հետ կապված, իրենք էլ այդ պատասխանատուն են։ Մենք նորից եմ ասում, այդ մարդը պատժվելու է։ Ես ասում եմ, թե Նիկոլին լինի, թե դատախազի կողմից է, թե դա կապ չունի։ Այդ մարդը պիտի տեսնենք մենք պատժված։ Այսօրվա իրավիճակում ձեր հարցի կոնկրետ պատասխանը ես մի քիչ առաջ այդ հարցին մի քիչ ուրիշ ձևակերպումով տվի։ Այսօրվա իրավիճակում մեր հանդիպել ենք համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարությունն է։ Այս իրավիճակում, որ ցես նմանատիպ բաներ ալնում, համար մեկ պատասխանատուն երկրի ղեկավարն է, ու դատախազության կողմից, դատավորի կողմից հենց առաջի հերթին պիտի ձերբակալված լինեն համար մեկ ղեկավարները, ով եք թույլ են տվել իրենց բերանից բաց թողած այդ ատելության բան խոսույթները սկզբնական շրջանում, որովհետև դրանից անպատիժ լինելուց առիթավորվել են այն մնացած այն մարդիկ, որոնք այսօրվա արդեն բացահայտ դուրս են գալիս ու մարդկանց ու մեր ազգի, մեր ժողովրդի նկատմամբ այդ ձևի խոսույթ են օգտագործում։ Փաշինյանին կկալանավորեր։ Պիտի կալանավորեր։ Այն առաջի օրը, այն առաջի անգամ, եթե իրենց կողմից պետական մակարդակով, պետական ղեկավարության կողմից թույլ է տվեցվել այդ ձևի խոսույթ հանրային, այն որ հիշում եք խոսքի, տարբերակներ շատ ա եղել, տարբեր տեղեր, կոպտելու, վիրավորելու, այդ խոսույթով ընդհանուր հանրության աչքի առաջ պարակտում մտցնելու, ես գիտեմ, թե պիտի հենց դատախազության կողմից երկրի ղեկավարի նկատմամբ, որ ասում է այդ բանը ցուցաբերվեր։ Ինչու չի կալանավորվել։ Գլխավոր դատախազի կողմից ինչու չի եղել այդ քայլերը։ Երևի ամեն մեկը իր ունի փայ մեղավորությունը, դրա համար չեն կալանավորում։ Իրար համար էլ ամեն պարագայում էլ իր համար։ Բայց այսօր այս իրավիճակին հասել ենք ինչի հիման վրա։ Այսօր մեկ էս իրավիճակում հայտնվելով, որ մեզ նման մարդիկ պիտի գնան ինչ որ գործերով զբաղվեն, ապրեին, զարգանային, որ ասում է, եկեք սաղ թողած, եկեք մեր արժանապատվության համար եք խոսում, եկեք մեր բաների, ավերասմա Սուրբ Արցախի կորցրած մասին եք խոսում, եկեք այսօր իմ հոր մոր գերեզմանի
կարոտին եմ ես այսօր իմ որ ասում եմ թասիբի մասին եմ խոսում այսօր։ Բա խնդիրը իմ մեջ է, թե իրենց մեջ է, կամ ժողովրդի մեջ է, թե իրենց մեջ է։ Դեպ Նիկոլ Փաշինյանը ասում էր ամեն ինչ պետք է անենք, որ մեր արցախցիները շարունակեն մնալ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը աներ այն ժամանակ ամեն ինչ, որ արցախցիները ապրում էին Արցախում։ Նիկոլ Փաշինյանը ուներ բոլոր հնարավորությունները, ու Արցախը ուներ բոլոր իրեն հնարավորությունները Արցախը հայկական մնալու ու արցախցիներն էլ ապրելու Արցախում, որ այսօր չգա այս ձևի խոսույթով կամ այս ձևի ներկայացնելով Արցախի մասին կամ Արցախի ժողովրդի իրավունքների մասին խոսա, որ արդեն պարտություն կրած, որ արդեն տարած հասցրած մարդկանց աղետի հասցրած դու դրանից ինչ իրավունք ես քեզ վերապահում, որ ասես ոնց պիտի ապրեն կամ ինչ պիտի ապրեն։ Ուներ ես բոլոր հնարավորությունները, դու չես արել դա։ Քո խոստումների մի տոկոսին էլ չեք տեր կաղնել։ Այսօրվա իրավիճակում մենք ես որ հայտնվել են կամ ես բոլոր մեղավորությունները, բոլոր այդ սլակները տանում է պետության, որովհետև պատասխանատու համար մեկ ղեկավարությունն է, ժողովուրդ մի բան հասկացեք։ Դա այդ ընթացքում ով ինչ մեղավորություն կրել է, այդ ընթացքում ինչ դավաճաններ եղել են, ինչ հանցագործներ եղել են, դա ուրիշ բան է, դա էլի պետության պարտականությունն է բացահայտելու, պարզաբանելու, ինչի իման վրա եմ, բայց հասարակ ժողովրդին, որ հասցրել եք այս իրավիճակին, համար մեկ ղեկավար պատասխանատուն դուք եք, որովհետև դուք եք այդ ժամանակ կառավարվող, որ ասում եմ, այդ թե սահմանադրության, թե օրենքի իման վրա, դա ձեր ձեռքին է։ Սխալ մոտեցում եք ցույց տվել, արդյունքները սա է եղել։ Սխալ անպիտանի ղեկավարման բան եք ձևակերպել, էլի արդյունքները սա է։ Արդյունքների հիման վրա են ձևակերպում ղեկավարի կերպարը, ղեկավարի պատկերը, ուրիշ բան չկա ստեղ։